Այսօր հավի կրծքամսից նագետսներ ենք պատրաստելու։ Հավի կրծքամիսը սովորական պայմաններում տապակելու դեպքում այնքան էլ գայթակղիչ չէ։ Հենց այդ պատճառով առաջարկում եմ հավի կրծքամսից պատրաստենք նագետսներ, որոնք շատ հյութեղ և համեղ են։ Նագետսները շատ հարմար են օգտագործել խոհանոցում, քանի որ նրանց հնարավոր է նախապես սառեցնել, որպես պոլուֆաբրիկատ պահպանել սառցախցիկում, անհրաժեշտ պահին հանել սառցախցիկից և պատրաստել։ Վերցնենք 1 միջին չափի հավի ոսկրահան արած կրծքամիս, ինձ մոտ դա 450 գրամ կազմեց։ Միսը կտրտենք երկարավուն, ձողիկների տեսքով, որքան դա հնարավոր է։ Եթե տեսնում եք ավելորդ կտորներ, որոնք փոքր կտորներ են, բայց ազդում են արտաքին տեսքի վրա, կարող եք կտրտել, դնել մի կողմ, դրանք կարելի է օգտագործել կոտլետների մեջ։ Եթե ցանկանում եք, որ ձեր նագետսները խիստ կանոնավոր տեսք ունենան, ապա մարինացնելուց հետո պիտի տեղափոխեք հատուկ ձևամանների մեջ, ինչպես որ դուք կկամենաք, նման դիրքով սառեցնել, ապա նոր միայն հանել, թաթախել խմորի մեջ, թաթախել բաքսիմատի մեջ և նորից սառեցնել։ Անցնենք մսի մարինացմանը։ Մսի վրա ավելացնենք 1 ճաշի գթալ սոյայի սոուս, կես թեյի գթալ սև աղացած պղպեղ, կես թեյի գթալ աղ, կես թեյի գթալ սխտորի փոշի և 1 քառորդ թեյի գթալ կորիանդր։ Ձեռքով լավ տրորենք մսի կտորները, որպեսզի համեմունքները հավասարաչափ տարածվեն։ Ծածկենք սննդային թաղանթով և առնվազն 1 ժամով տեղափոխենք սառնարան։ Պատրաստենք խմորային թանձրուկը, կլյարը։ Դրա համար 2 ճաշի գթալ ալյուրի վրա ավելացնենք կես ճաշի գթալ ցանկացած տեսակի օսլա, կես թեյի գթալ աղ, կես թեյի գթալ սև աղացած պղպեղ, կես թեյի գթալ կարմիր աղացած քաղցր պղպեղ և 2 ձու։ Խմորը խառնենք, որ ստացվի միասեռ զանգված, դնենք մի կողմ։ Խոր ամանի մեջ լցնենք բաքսիմատ։ Ես օգտագործեցի 10 ճաշի գթալ բաքսիմատ, բայց ավելացրեցի ամանի մեջ աստիճանաբար։ Ես օգտագործել եմ պանկո տեսակի բաքսիմատ, որովհետև արտաքին տեսքի վրա բավականին մեծ ազդեցություն ունի, թե ինչ բաքսիմատ եք օգտագործում։ Մարինացված կրծքամսի կտորները սկզբից թաթախում ենք խմորի մեջ, ապա տեղափոխում բաքսիմատի մեջ, հետևում, որ բոլոր կողմերից բաքսիմատապատ լինի կրծքամսի կտորը և տեղափոխում ամանի մեջ, որով էլ պիտի սառցարան դնենք։ Նագետսները տեղավորենք սառցախցիկում առնվազն 2-3 ժամ։ Նագետսները տապակելու համար թավայի մեջ առատ բուսայուղ լցնենք, կտորները տեղավորենք թավայի մեջ և մոտավորապես 4-5 րոպե յուրաքանչյուր կողմից տապակենք։ Ահա և պատրաստ է այն։ Տեսեք ինչքան հյութալի է։ Նագետսները ամենահարմար պոլուֆաբրիկատներից մեկն են։ Կարելի է այն փաթեթավորել, պահպանել սառցախցիկում և ցանկացած պահի հանել ու պատրաստել։ Փաթեթավորման համար ես կրկին դիմում եմ իմ սիրելի վակուումատրին, որովհետև սրա միջոցով փաթեթավորված պոլուֆաբրիկատները շատ ավելի երկար են դիմանում, կողմնակի հոտ, համ չի կպնում սննդամթերքին։ Բացի այդ, սառցախցիկում քիչ տեղ է զբաղեցնում։
Այսօր էլ այսքանը, մինչ հանդիպում։